Ով ում սպառնում աշխատանքից ազատելը։ Եթե ասեմ, որ եթե նամակների բովանդակության մեկ ուղարկեցին գրված անանուն նամակներ կապած այն բանի Լավ էլ Ժողովուրդ ջան։ Կան այդպիսի ահազանգեր նաև ձեզ, որ մարզերում պետական աշխատողներին ուղղորդում են մասնակցել ձեր հանրահավաքներին։ Ես ասում եմ, բոլոր պաշտոնյաները, ով վարչական ռեսուրսով մարդկանց ստիպում են, որ գան մեր հանրահավաքներին, այդ մարդիկ կազատվեն աշխատանքից։ Բայց եթե պարզվի, որ որևէ մեկը ուզում է գա մեր հանրահավաքին եւ արգելում են գա մեր հանրահավաքին, այդ մարդիկ նույնպես կազատվեն աշխատանքից։ Ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ եւ ես բոլոր պետական պաշտոնյաներին եւ ժողովրդին եւ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել մեր հավաքներին։ Կոչ եմ անում պետական պաշտոնյաներին, բոլորին, որովհետև ես չեմ կարող քաղաքացիների մի մասին կոչ անել, մյուս մասին ում օրենքը չի արգելում եւ երբ օրենքը չի արգելում, ուսուցիչներին, տնօրեններին, պետական պաշտոնյաներին, բոլորին ես կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել մեր հանրահավաքներին։ Եվ ես որպես շարունակություն ասում եմ, եթե որևէ մեկը ցանկություն չունի արձագանքել իմ կոչին, բայց նրան ստիպում են արձագանքել իմ կոչին, այդ ստիպողը աշխատանքից կազատվի։ Բայց եթե որևէ մեկը ցանկություն ունի արձագանքել իմ կոչին, ներառյալ ուսուցիչ, ներառյալ տնօրեն, ներառյալ որևէ պաշտոնյա, ում օրենքով ընդհանրապես կամ կոնկրետ հանգամանքներում արգելված չէ մասնակցել, եթե որևէ մեկը հանկարծ արգելի որևէ մեկին մասնակցել մեր հավաքից, այդ արգելողին էլ կազատեմ, ստիպողին էլ կազատեմ, ստիպողն էլ ապատասխանատվություն կրելու, արգելողն էլ ապատասխանատվություն կրելու։ Եվ ես բոլորին կոչ եմ անում, որտեղ հանրահավաք եմ հրավիրում, ես կոչ եմ անում, որ մարդիկ մասնակցեն, ուսուցիչները, տնօրենները, բոլոր պետական աշխատողները այն դեպքերում եւ այն պայմաններով, երբ իրենց արգելված չի, որովհետև կան դեպքեր, որ արգելված է, սահմանափակումներ կան, ասենք օրին, եւ ես էլի եմ ասում, ես չեմ ուզում այդ բանով, այդ, այսպես ասած, սադրանքներով տպավորություն ստեղծվի, որ ես մարդկանց թույլ չեմ տալիս, ես թույլ չեմ տալիս գալ մեր հանրահավաք, ես բոլորին ոչ միայն կոչ եմ անում, այլև խնդրում եմ, ակնկալում եմ, որ ակտիվ մասնակցեն մեր քարոզարշավին, աջակցեն մեզ բոլոր հնարավոր կերպերում, բայց բացառապես օրենքով չարգելված եւ որոշ դեպքերում, ովքեր պետական պաշտոնյաներ են, օրենքով թույլատրված դեպքերում։ Բայց իմ կոչը շատ ուղիղ է, աջակցեք մեզ, մասնակցեք եւ հավաքներին եւ բոլոր այն աջակցության ձևերով, որ օրենքը չի արգելում, սահմանադրությունը չի արգելում բան անել, աջակցել։ Բայց կարող է պետական պաշտոնյաներին ասեմ, չէ, գնացեք Կալուգացի Սամոյին բան արեք, աջակցեք։ Ոչ, չի կարող։ Չի կարող։ Եվ առաջին հարցը ո՞րն է։ Հա, ես կարող եմ, ես ուզում եք կարդամ, բայց չարժի կարդալ, որովհետև գրածը շատ էմոցիոնալ է։ Ես կարող եմ ձեզ ասել վարչության անդամներին քաղաքացիական պայմանագիր կուսակցության ինչ եմ գրել այսօր։ Գրել եմ, որ երկրում օր, ժամ իրավիճակը փոխվում է, եւ մարդիկ այնպիսի էմոցիաներ են արտահայտում, որ ես այնպիսի էմոցիաներ են հաղորդում, որ ես նույնիսկ չեմ հավատում։ Ես անդադ կասկածում եմ, ասում եմ, լսեք, ես կարող եմ ինչ որ ձևով
բեմադրած է ինչ որ ձևով տենց այլ բան է, բայց ոչ, որովհետև այնպիսի իրադրություններ են եւ այնպիսի էմոցիաներ են, այնպիսի խոսքեր են, որ ինձ համար ակնհայտ է, որ իրոք ես երբ որ խոսում եի հեղափոխության մասին, գիտեք ինչ ես անկեղծ ասեմ, հունիսի 7-ին ընտրություններ չեն լինելու իմ տպավորությամբ։ Հունիսի 7-ին էլի հեղափոխություն է լինելու։ Որովհետև այս էմոցիաները, այս մարդկանց այս վերաբերմունքը, այս խոսքերը ինչարից ամեն ինչ ուղիղ եթերում է լինում։ Դուք էլ լրագրողներ եք, այդ մարդիկ էլ կան։ Գնացեք, տեսեք ինձնից հետո, ինձ հետ շփվելուց հետո նույն բանը կասեն, թե կասեն, չէ, դե ստիպել են, դա հնարավոր չի ստիպելով անել։ Դա հնարավոր չի։ Մարդկանց կարան ստիպելով ասեն գնա կանգնի։ Բայց որ մարդկանց չեն կարա ստիպել ասել բառեր, նախադասություններ, որոնց մեջ ահռելի էներգիա կա եւ ահռելի էմոցիա կա։ Եվ այդ ակնհայտ է այդ էմոցիան եւ էներգիան ինձ համար։ Եվ օրի ժամը փոխվում։ Ես նոր էի նայում, սկզբից ինձ թվաց թե կանգ առա, բայց հիմա ինչքան հասկանում եմ, ինչ բացասական փոփոխ։ Ոչ, ինչ պետք է նկատեմ։ Այսօր նկատեցի, որ Բևերի ներկայացուցիչներից մեկը եկավ, խոսած, ասեց, որ ես մարդկանց խափում եմ, որ պետք է հեռանալ, ես էլ ասեցի ժողովուրդը կորոշի կհեռանան, որ եթե ժողովուրդը Ինչ Չէ, մենք շատ բաների վրա պետք է աշխատենք, բայց ես տեսնում եմ, որ ժողովուրդը ահռելի պոզիտիվ տրամադրության մեջ է, ահռելի, եւ ես այսօր բանում էլ ելույթ ունեցա, ասի հիմա խոսքը ոչ թե ուրախ ավտոբուսի, այլ ուրախ Հայաստանի մասին է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ուրախ է, ժողովուրդը ուրախ է, ուրախ է խաղաղության համար, ուրախ է սոցիալական, տնտեսական, քաղաքական ահռելի փոփոխությունների համար, եւ ունի ժողովուրդը ուրախանալու շատ բան, եւ ես ուրախ եմ, որ ժողովուրդը ուրախ է։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։